Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի աջակցությամբ Գեղաշեն բնակավայրում անցկացվել է Աբովյան քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիր մարզիչ Ռաֆիկ Քոչարյանի հուշամրցաշարը։ Մրցաշարը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ։ Երկու օր տևած մանկապատանեկան առաջնությանը մասնակցել են մարզիկներ Աբովյանից, Երևանից, Չարենցավանից, Սևանից, Վանաձորից եւ այլ համայնքներից։ Եզրափակիչ համար մրցելույթներում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով։ Կարևորելով սպորտի զարգացման գործում համայնքի ղեկավարի ներդրումը մրցաշարի կազմակերպչական աշխատանքներում ներգրաված մարզիչները այցելել են համայնքի ղեկավարին եւ շնորհակալագրով, խորհրդանշական հուշանվերով պարգևատրել Ռաֆիկ Քոչարյանի հուշամրցաշարի պատշաճ անցկացմանը աջակցելու համար։ Հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ին համապատասխան որոշումը մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն, բնակչության նյութական արժեքների եւ կենդանիների պաշտպանության միջոցառումների եւ հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը անտառային խոշոր հրդեհի դեպքում թեմայով։ Ուսումնավարժանքին մասնակցել են Կոտայքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտները, համակարգող ստորաբաժանումների ղեկավարները, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պատասխանատուներ, քննարկվել են նման իրավիճակներում քաղաքացիների պաշտպանության միջոցառումների իրականացման հետ կապված հարցերը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ընդունվել է Հայաստանի Հանրապետության համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է համընդհանուր պարբերական դիտարկման գործիքակազմը եւ դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականները, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ Հայաստանն ընդունել է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից 2025 թվականի մայիսի 1-ին համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանին կայացած ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականների գերակշիռ մեծամասնությունը։ Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման առնչությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումներին համահունչ։ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների եւ իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների բնագավառներին։ Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի ընդունման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կարևորելով Հայաստանի շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը եւ վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերնսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները, ընդգծելով առավել հավակ նոտորակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։ Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների վերջերս Երևան կատարած այցը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում Վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության եւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ։ Իրանի նախագահի այցի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր նախատեսված 2025-ից 27 թվականների համար, փոխանցում են արտգործնախարարությունից։
Փոխվարչապետ Մայր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին։ Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել բելարուսական կողմին նիստի կազմակերպման համար։ Փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի եւ ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դոլար։ Արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են եւ այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը եւ նորարարությունների ներդրման ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաեւ, որ կայուն եւ համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման եւ արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։ Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին, նշել է փոխվարչապետը եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործումից, հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն, ապա շրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Ելույթի վերջում Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը խոստումնալից եւ փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Այս մասին նշված է Արարատ Միրզոյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Խորաթափանց զրույց իմ գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը եւ ընդլայնել երկկողմ օրակարգը, նշել է Միրզոյանը, հավելելով, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաեւ Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։ Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ասված է Միրզոյանի գրառման մեջ։ Նրա խոսքով հանդիպմանն ընդգծվել է նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա։ Armenpress-ի հաղորդմամբ այս մասին Ռուսաստանի Դաշնության դեսպանը նշել է Սյունյաց երկիր թերթին տված հարցազրույցում։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ։ Հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյունդ եւ տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար, ընդգծել է դեսպանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է Մոսկվայում 1995 թվականի մարտի 16-ին 25 տարով յուրաքանչյուր 5 տարին մեկ ավտոմատ երկարաձգմամբ։ Ավելի ուշ 2010 թվականին մեր երկրները Երևանում ստորագրեցին փաստաթղթին կից լրացուցիչ արձանագրություն, որով Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում երկարաձգվեց մինչև 2044 թվականը, յուրաքանչյուր 5 տարին մեկ երկարաձգման հնարավորությամբ, հավելել է Կոպիրկինը։ Իրավիճակին եւ տեղեկատվությանը չտիրապետող որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր 3 Պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ Պաշտպանության նախարարությունում որևէ հանդիպում տեղի չի ունեցել, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Ապա հավելում, ակցիայի անմիջապես մեկնարկին Պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ է ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հանդիպել գլխավոր շտաբի պետի եւ զինված ուժերից զորացրված մի շարք անձանց հետ։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Դասարյանը ընդունել է քաղաքացիներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները, երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային եւ ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։
Նշվում է, որ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային Հայաստանի ժողովրդավարական օրակարգին դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրամիության հետ փոխգործակցության խորացմանը ցուցաբերած աջակցության համար։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է համաձայնեցված հիմնարար սկզբունքների ներքո հաղորդակցությունների բացման միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմամբ ընձեռվող հնարավորությունները։ Սեպտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6975 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստաբ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 282 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 1745, առանց մանկական նստատեղի քարսիթի 30, վարելու ընթացքում ծխելու 722, վարելիս հեռախոսից օգտվելու 618, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 304 եւ 2131 այլ իրավախախտում, 158 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 221-ը տեխնիկական զննություն չանցած, 119-ը լուսարձակների անսարքությամբ, 100-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16246 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 319 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստաբ 241 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 560, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 6 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 67, չամրակապված վարելու 4559, առանց մանկական նստատեղի քարսիթի 215, վարելու ընթացքում ծխելու 530, վարելիս հեռախոսից օգտվելու 747, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 75, արագության գերազանցման 2538 եւ 3968 այլ իրավախախտում, 479 մեքենա շահագործվել է առանց ԱՊ պայմանագրի, 1008-ը տեխնիկական զննություն չանցած, 990-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 34 բեռնատար, 198-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան ինստիտուտ, ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, այցի ընթացքում Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման ուղղված աշխատանքները։ Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները։ Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են, աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսածի։ Ժաննա Անդրեասյանը հատկապես շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը որակի և ժամկետների պահպանման տեսանկյունից։ Քննարկվել են նաև աշխատանքների պլանավորումը հաշվի առնելով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուշահամալիրի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Սարգսյանը անդրադարձել է նաև հանցավորության, այդ թվում անչափահասների հանցավորության շարժընթացին, քննարկման առարկա դարձնելով հարցեր, որոնք վերաբերում են անչափահասների կողմից հանցանքի կատարմանը, նրանց ազատազրկմանն ու վերասոցիալականացմանը։ Մարկ Ռիչարդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արտահայտել է իր պատրաստակամությունն աջակցության ու փորձի փոխանակման առումով։ Քննարկման առարկա են դարձել դատապարտված անչափահասների վերասոցիալականացման և հասարակական կյանքին վերաինտեգրմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև դատարաններում խափանման միջոցների ընտրության կամ ազատազրկման ձևով պատժի նշանակման քննարկման ժամանակ դատարանին մեղադրյալի անձի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներ տրամադրելու վերաբերյալ հարցեր։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 24-ին անմիջապես ահազանգ ստանալուց հետո մեկնել է օպերատիվ քննչական խումբ, կատարվել են անհետաձգելի բազմաթիվ գործողություններ, որոնք միտված են եղել հանցանքը կատարած անձանց բացահայտմանը և ի պատիվ օպերատիվ հետախուզական խմբի հնարավոր է եղել բացահայտել հանցագործությունը։ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով մերձավանի դեպքերին, այս մասին ասել է քննչական կոմիտեի նախագահը։ Նա նշել է, որ այս պահին ունեն երկու մեղադրվող, որոնց նկատմամբ
որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Երկրորդ մեղադրվողը իր մեղքը չի ընդունում եւ հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն այն հարցին, թե ինչպես հայտնաբերվեց հանցագործություն կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ողջամիտ պատասխաններ չի տալիս։ Նախաքննական մարմինը իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ, նշել է Պողոսյանը։ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ հիմք են ընդունել այն հանգամանքը, որ հանցագործության իրերը հայտնաբերվել են Օհանյանի տարածքում, ինչպես նաև այն փաստը, որ իր տարածքում այրվող տարայի մեջ նետվել է հանցանք կատարողի իրերը։ Քննչական կոմիտեի գնահատմամբ սա պլանավորված գործողություն է, որի նպատակն է եղել այրման եղանակով թաքցնել հանցագործի հագուստները։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 29-ից 30-ին համաձայն որի բացահայտվել է 155 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 24 ավտովթար, 2 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, հոկտեմբերի 3-ից 5-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ, քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին և 2-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով, հոկտեմբերի 3-ից 5-ին նույնքան կբարձրանա։